Ամերիաբանկը մեկ հարկի տակ համախմբեց «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթողներին։ Մրցույթը կայացել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ԿՍՊ արշավի շրջանակում, որի նպատակն էր բացահայտել եւ խրախուսել ակտիվ, ճկուն եւ պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ պետական կամ մասնավոր բուհերում։ Մրցույթի արդյունքում 200 ուսանող 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում 4 ամիս շարունակ ստացել է ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշ։ «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթը երկրորդ տարին անընդմեջ իրականացվել է Ռե-Արմենիա բարեգործական հիմնադրամի հետ համատեղ։ Մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ գործող պետական կամ ոչ պետական բուհերի ուսանողները, որոնք դիմելու պահին ունեին Ամերիաբանկի Visa Student տեսակի գործող քարտ։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում իրականացնում է «Իմ Հայաստան, իմ ապագա» ծրագիրը։ Մեզ համար կարևոր է լինել երիտասարդների կողքին, կիսվել մեր փորձով եւ գիտելիքներով, միևնույն ժամանակ ոգեշնչվել իրենցից։ Հաղթողներն ընտրվել են երկու չափանիշների համադրմամբ՝ կൂട്ടակային միջին որակական գնահատական (MOOC) եւ մրցույթի շրջանակում անցկացվող ինտելեկտուալ թեստի արդյունքներ։ Մրցույթին մասնակցել եմ անցած տարվա հաղթողներից եմ, ու ճիշտն ասած շատ ուրախացա, երբ որ մեյլ ստացա, որ այս տարի եւս այսպես միջոցառում կազմակերպվում հաղթողների համար։ Իրականում կրթությունը ուսանողներին այսպես ոգևորելու այս բոլոր մրցույթները շատ կարևոր են ըստ իս մեր հայ հասարակության մեջ, ինչպես երիտասարդներին մոտիվացնելու, առաջ մղելու, իրենց մտքերի մեջքին կանգնելու ու ցույց տալու, որ իրենք ինչին որ ուզում են հասնել, կարող են անպայման ձգտել դրան։ Շատ շնորհակալ եմ Ամերիաբանկին ընձեռնված նման հնարավորության համար, որովհետև կարծում եմ, որ նմանատիպ միջոցառումները միավորում են ոչ միայն եւ հնարավորություններ են տալիս ոչ միայն Երևանում սովորող եւ Երևանում հաստատված ուսանողներին, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության բոլոր անկյուններից, ինչպես ես եմ ներկայացուցիչ եմ Կոտայքի մարզի, հավաքում է բոլոր անկյուններից երեխաների ուղեղների, որոնք որ կարող են հետագայում իրենց ներուժը ներդրել Հայաստանի զարգացման ու ապագայի ավելի լավը դարձնելու գործում։ Մենք հավատում ենք, որ երկրի զարգացումը սկսում է յուրաքանչյուր մարդու զարգացումից։ Մեր ապագան էլ այս երիտասարդների ձեռքում է։ Մինչ օրս «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի շրջանակում հաղթող է ճանաչվել եւ կրթաթոշակի արժանացել ՀՀ 18 պետական եւ մասնավոր բուհ ներկայացնող 360 ուսանող։ Ամերիկան 2008 թվականից շարունակաբար համագործակցում է բուհերի հետ եւ ուսանողները մեր համար ամենակարևոր, ամենահետաքրքիր խմբերից մեկն են, քանի որ մենք այստեղ մի քանի արժեք ենք տեսնում, նախ ուսումը, կրթությունը, շարունակական զարգացումը Ամերիկայի համար կարևոր արժեքներից է, հաջորդը երիտասարդների հետ մեր փորձով կիսվելը եւ այդ փորձը երիտասարդներին փոխանցելը եւ իհարկե որպես գործատու, որը որ մեծ հնարավորություններ ունի նոր աշխատանք սկսելու, նոր մասնագիտություն ձեռք բերելու եւ Ամերիկայի հետ իր հաջողության պատմությունը կառուցելու։ Նման ծրագրերով ուսանողներին հնարավորություն են տալիս կարողանալ շատ ավելի բարենպաստ պայմաններում իրենց ուսումնառությունը շարունակել համալսարաններում եւ չմտահոգվել սոցիալական խնդիրների մասին։ Շատ շնորհակալություն Ամերիաբանկին նման ծրագրեր իրականացնելու համար։ Բացի դրանից 2024 թվականի մրցույթի արդյունքներով 10 ուսանող մասնակցել է կարճաժամկետ կրթական ծրագրի ԱՄՆ Բերքլիի համալսարանում, եւս 3-ը ստացել է ֆինանսավորում իրենց ներկայացրած ծրագրերի իրագործման համար։ Համալսարանում կյանքը շատ հաճախ շատ կենտրոնացած է առարկաների, գնահատականների, պրոյեկտների այդ գործողության վրա եւ կա վտանգ, որ այդ ամենը առաջնային դարձնելով դու կարող ես իրականում կտրվել քո ապագա կյանքի նպատակներից եւ ապագա կյանքին ճիշտ կերպով պատրաստվելուց։ Երբ որ գործատուն գալիս է համագործակցում է համալսարանի հետ, երբ որ ձևավորվում է արդյունավետ համագործակցության դաշ, երբ որ ուսանողները կարողանում են ինչ որ ձևով շփվել տարբեր ձևաչափերով գործատուի հետ, լինի դա ուսնակություն, լինի դա նախագծեր եւ այլն, ուսանողները այդ մի քիչ անիրական կյանքից
տեղափոխվում են դեպի իրականություն։ Եվ դա շատ կարևոր է։ Օրակարգը հագեցած էր ինտերակտիվ պանելային քննարկում, խոսնակների ելույթներ հաջողության պատմությունների վերաբերյալ, խաղեր եւ այլն։ Ամբողջ օրվա առանցքում A կետն էր, այն մեկնարկային կետը, որտեղից սկսվում են նոր հնարավորությունները եւ հաջողության ճանապարհը, կայացվում են կարևոր որոշումները։ Պանելային քննարկման ընթացքում առաջարկվում էր 2 պնդում, որոնցից մեկի օգտին ուսանողները հնարավորություն ունեին քվեարկել, այնուհետև բանախոսները կիսվում էին պնդումների վերաբերյալ իրենց տեսակետերով։ Քննարկումից հետո քվեարկությունը կրկնվում էր, ինչը թույլ էր տալիս տեսնել կարծիքների փոփոխությունը։ Պանելային քննարկման խոսնակներն էին Ամերիաբանկի մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը, AIP կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, Brender Forest ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը եւ Մատենա միջազգային դպրոցի համահիմնադիր եւ տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։ Իրենց փորձով եւ հաջողության պատմություններով կիսվեցին նաեւ Ամերիաբանկի մարքեթինգի եւ հաղորդակցության գծով տնօրեն Իրինա Փյուսկուլյանը, դերասան Սոզ Ջանիբեկյանը, Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի եւ կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը եւ Alvarium ընկերության համահիմնադիր Կարեն Վարդանյանը։ Նշենք, որ Ամերիաբանկն ունի նաեւ հատուկ առաջարկներ ուսանողների համար։ Մասնավորապես Visa Student Card-ը տրամադրվում է անվճար 4 տարով առանց սպասարկման վճարի։ Visa Student Card-ի միջոցով ուսանողների համար ներկապային հասանելի են հետևյալ արտոնությունները՝ տարեկան 3% դրույքաչափով տոկոսի կուտակում քարտային հաշվի դրական մնացորդին։ Բացի Visa Student Card-ի միջոցով հասանելի առավելություններից, Ամերիաբանկն առաջարկում է նաև մինչև 2 միլիոն ՀՀ դրամի չափով ուսանողական վարկ, աջակցելու համար ուսանողներին կրթավճարի ծախսերը հոգալու հարցում։ Իսկ հետաքրքիր նորությունների եւ հատուկ առաջարկների մասին առաջին իմանալու համար ուսանողները կարող են բաժանորդագրվել Ամերիաբանկի Ameria Student Telegram-յան ալիքին։ Ընդգծենք, որ առաջիկայում ուսանողների համար այլ հետաքրքիր նորություններ եւս լինելու են։